Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր միջնորդ է ձևավորվում հենց հարավային Կովկասում։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքը դրական է պատասխանել աջակցության Թբիլիսիի առաջարկին։ Սպասում է Երևանի արձագանքին։ Վերջին շրջանում որոշակի նախաձեռնություններ կան, մասնավորապես մեր վրացի գործընկերների կողմից։ Մենք դրական ենք արձագանքել դրանց եւ կսպասենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Վրաստանը մի քանի անգամ է իր միջնորդությունն առաջարկել։ Դեռ անցած տարի նոյեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն էր հայտնել ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում։ Այս տարվա սկզբին պաշտոնական Թբիլիսիի առաջարկը Երևանում հաստատել էր Վրաստանի արտգործնախարարը։ Հայաստանի կառավարությունից դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ Մեր հարցումները վարչապետի աշխատակազմ անպատասխան է թողել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը։ Դեպի նոր աշխարհակարգ թեմայով միջազգային ֆորումի ժամանակ է Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական հարաբերություններից խոսել։ Ոչ կառուցողական կողմ ներկայացրել Հայաստանը ու ձևացրել, թե ինքը պատրաստ է ամրապնդել վստահությունը։ Հազիվ թե անմիջապես բարեկամանանք Հայաստանի հետ։ Դա անիրատեսական է եւ նույնիսկ ինչ-որ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է։ Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ։ Ըստ Ալիևի, փոքր քայլեր կարող են լինել լրագրողների փոխայցերը կամ անդրսահմանային գետերի խնդրի վերաբերյալ քննարկում սկսելը։ Այս հայտարարությունն ըստ էության բացահայտում է, որ անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա մշակելու գաղափարը Բաքվինն է։ Դեռ անցած տարի նոյեմբերին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել, որ այդպիսի սխեմա են մշակում հայ եւ ադրբեջանցի ինժեներները։ Այդ ծրագիրը ֆինանսավորվում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ Հայաստանից Ադրբեջան հոսող Աղստև գետի ջրավազանը պետք է ուսումնասիրեին մասնագետները։ Սակայն մեզ հայտնի է դարձել, որ գործակալության լուծարման պատճառով ծրագիրն անավարտ է մնացել։ Այդ ծրագիրը միակը չէ։ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում հայ եւ ադրբեջանցի հիդրոլոգների մասնակցությամբ քննարկումներ պարբերաբար կազմակերպում է նաեւ Եվրամիությունը։ Սակայն այդ ուսումնասիրությունները չեն հայտնվում Հայաստանի կառավարության պատասխանատուների սեղաններին։ Այսօր ջրային կոմիտեն մեզ հայտնել է, որ քննարկումների մասին ոչինչ չի լսել, դրանց երբեք չի մասնակցել։ Մինչդեռ անդրսահմանային ջրերի կառավարումը կարող է շահեկան լինել երկու կողմերին էլ։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։